Բացի թե առևտրի հնարավորությունից զրկվածների մի խումբ այսօր հավաքվել էր Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի առջև, հավաքվածները պատմում էին, որ Ազգային ժողովի հանրապետական խմբակցության ղեկավար պատգամավոր Գալուստ Սահակյանը խոստացել էր ընդունել ու լսել իրենց։ Մաքսիմ Գասպարյանը, ով հավաքվածների թվում էր, ասաց, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը գործում է օրենքի շրջանակներում։ Ուրեմն մենք ուրբաթ օրը եղել ենք Ազգային ժողովում ընդ Գալուստ Սահակյանի մոտ։ Ինքը առաջարկեց, որ երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը մեզ ինչ-որ պատասխան կտա, մոտիկանանք իրեն։ Հիմա մենք եկել ենք ստե, որպեսզի իմանանք, թե պատասխանը վերջնականապես ինչ է, այսինքն դրական է լուծվելու, թե ոչ։ Բացի թե առևտրով զբաղվողները համաձայն են, որ հարցը լուծվի քաղաքակիրթ տարբերակով, ասում է զրուցակիցս։ Օրինակ, ասենք մինի շուկաներ, մենք համաձայն ենք շուկաներին, բայց այսպեսի մի բան կա։ Օրինակ, այն փողոցում, որտեղ օրինակ իմ բարեկամները, իմ ծանոթները դնում են, ասենք 20 հոգյալ դնում, 20 հոգուց 10-ը յուղից եկած բնակիչներ են։ Հիմա այդ 10 հոգին թող գնա շուկաներ, նրանց համանշանակություն չունի, 20 կիլոմետր են գալի, 30 կիլոմետր, թե 21 կամ 31 կիլոմետր։ Իսկ մեզ համար, հիմա ասենք 2-3 կիլոգրամ կարտոշկա եմ ուզում գնեմ, ինչի՞ պիտի ես 1 կիլոմետր գնամ հասնեմ շուկա։ ՀՀԿ գրասենյակի առջև հավաքված բացույթի առևտրով զբաղվողներից երկուսը Հանրապետական կուսակցության անդամներ էին։ Հանրապետական կուսակցության անդամ եմ, բայց ինձ չեն ընդունում։ Իմանալով հանդերձ, որ ես ասենք մասսայի կողմից ինչ որ հարց պետք է բարձրացնեմ, հենց դրա համար ինձ չընդունեցին։ Ասեցին, եթե առանձին ինչ որ գայիք կընդունեին, եթե ոչ։ ՀԿ-ից հավաքվածներին ոչ ոք այդ պահին չընդունեց։ Բացույթի առևտրի հնարավորությունից զրկվածներն էլ որոշեցին, որ եթե իրենց հարցին լուծում չտրվի, ապա նստացույց կանեն նախագահի նստավայրի դիմաց։